նախաձեռնության կամ էլ քննարկման բաները հրապարակային հայտարարեն։ Մասնակցում այս քննարկմանը։ Բոլորը, պրոստը դեղ մենք Այս պահին ովքեր են մասնակցում։ Այս պահին հիմիկ ժամանակ մեր Արցախի Հանրապետության ազգային ժողովի կուսակցության ղեկավարների ներկայացուցիչները։ Իրենք ներկայացրել են առաջարկներ, թե ինչ պետք է անել հետագայում, թե Ունենք օրակարգ, բոլոր քննարկումները այս օրակարգի շուրջ է գնում։ Այսօրվա օրակարգային հարցը ո՞րն է։ Այսօրվա այն փաթեթը 12 կետանոց փաթեթը, որ ներկայացրած եղել կառավարությանը որպես պահանջ, հիմիկվա իրավիճակում բոլոր ով ստեղ գա մեզ հետ աջակցելու, քննարկելու, այդ օրակարգի շուրջ է քննարկումները գնում, որ օրակարգից չշեղվենք, որ օրակարգի հետ կախված բոլոր քննարկումներն, բայց բոլորի կողմից կարևորությունը հետագա process-ների, գործողությունների մեջ մասնակցել, իրանց աջակցելը, ստեղ այդ դերակատարությունը որպես մասնակիցներ, որպես աջակցողներ, օրակարգի շեղում չի լինելու։ Պարոն Իսրայելյան, նայեք, այսօր կուսակցությունների հետ հանդիպում է Արցախի Հանրապետության։ Արդյոք Արցախի իշխանությունները եւս համակարծիք են ձեր օրակարգերի հետ, արդյոք մասնակցում են կամ գոնե դրական եզրակացություն են տվել ինչ-ինչ առաջարկների։ Կոնկրետ ես նկատում եմ նաեւ Արցախի Հանրապետության նախագահ ինչ տեսակետ ունի այս հավաքների վերաբերյալ։ Հիմի այս ձևաչափով, որ մենք հայտարարություն եք տվել, այդ ընթացքում տեսնելու եք ամեն մարդու ներկայացնելու ձևը, արձագանքի ձևը ու կարևորությունը։ Ու մենք այս կոչերի մեջ ասել ենք, որ բոլորդ ունեք հնարավորություն լինեք խոսքի, ստեղ աջակցեք, լինեք այս գործողության process-ների մեջ որպես ցավող մի մաս, որպես դուք հանրություն, որպես մեր ազգի մի ներկայացուցիչ։ Բայց ձեր համապատասխան պաշտոնյաների հետ կախված, ձեր համապատասխան դիրքերի հետ կախված, դիրքորոշումների հետ կախված, ես գիտեմ թե բոլորը պիտի արձագանքեն ու պարտադիր են արձագանքեն ու պարտադիր են մասնակցելու։ Նայեք, թեկուզ եւ առաջնային այստեղ գտնվողները սոցիալական խնդիրների վրա են շեշտադրումներ անում, այդուհանդերձ կոնկրետ շրջանակներ, այդ թվում իշխանական ներկայացուցիչներ նշում են, որ նպատակները կոնկրետ քաղաքական ուժերի են պատկանում եւ նպատակներից մեկը հայաթափել Հայաստանը, ինչպես որ հայաթափվել է Արցախը։ Այս տեսակետներին ինչպես եք վերաբերում։ Նայեք, դեք հաշվի առնելու, որ նմանատիպ ինչ որ ձևաչափով տարբեր ժամանակահատվածում տարբեր ներկայացուցիչների կողմից ձևավորած թե ցույցերը, թե արձագանքները, թե այդ ակցիաները, սա այս իրավիճակը տարբերվում է բոլորից, որովհետև սա ինքնաբուխ է, սա ժողովրդի հարցերի հետ կախված է, ստեղ հայ ժողովրդին ապրելու, հայ իրավունքի, այդ բոլոր այդ հարցերի հետ կախված է։ Ստեղ մենք պահանջատեր ենք, ստեղ մենք ոչ թե կոչ ենք անում ինչ որ ասում փոխելու, պահանջատեր ենք այսօրվա իրավիճակում Հայաստանի իշխանության ղեկավարությունը, որը կրում է պատասխանատվություն իր ամեն մեկ Հայաստանի քաղաքացիի պահանջներին։ Այս իրավիճակում հայտնվելով Արցախայությանը ասենք, ես չեմ ուզում տարանջատել այդ հասկացողությունը ու որ ասում շարունակենք դրա հետ կախված։ Եթե մենք սոցիալական հարցն եք վերցնում, դա եք կարևորացնում ու ասում եք արցախցիների 40+10-ի համար են կռվում, ես այդ պատասխանը որպես արցախահայ ասում եմ հանեք այդ 40+10-ը, տվեք այն մնացած պատասխանները։ Ես պատրաստ եմ այդ դրանից հրաժարվել, բայց տվեք այն պատասխանը, իմ հայրենիքս հետ վերադարձրեք, որովհետև Արցախցին բոլոր իր կյանքի ապրելու ժամանակահատվածում Արցախում գտնվելով ինքը ոչ մի ժամանակ հաս չի ուզել, ինքը ստեղծել է, ինքը ոչ մեկից փող չի ուզել, ինքը ստեղծել է։ Դե հիմի այս իրավիճակում գտնվելով որպես հասարակ ժողովուրդ մեր կողմից, մեր արձագանքը ուզում եք որ լսեն բոլորը։ Ինչ հարցեր կա, ինչ խնդիրներ կա, դուք ձեր մեջ որոշեք Արցախի ժողովրդին ներկա գտնվելու կարգավիճակը, գոնե գոյատևել է այդ կարգավիճակում հայտնվելու, գոնե այդ հարցերի պատասխանները, որ ասում եմ բավարարեք։ Շնորհակալություն։ Այսինքն հիմա դուրս կգան։ Այո, ու մենակ այսօր չի, սա պլանավորած ամեն օր հանդիպումները, ինչ ով դիմում է մեզ պատրաստականություն աջակցելու, մեզ լսելու, մեր հետ բոլորը ամեն օրվա ժամանակահատվածում քննարկումներից հետո դուրս են գալու հրապարակային իրաց դիրքորոշումը իրաց բաները ներկայացնել։ Եվ ոչ միայն Արցախի Հանրապետության, ոչ միայն, բոլոր սեղ բաց է, թափանցիկ է բոլորի համար, ոչ մի տարբերություն չկա։ Մի հողի վրա ենք ապրում, մի հատ որ ասում է իրավունք է, բոլորի համար էլ հավասար է։ Արցախը քննարկումն արդեն ավարտված է, այսինքն հիմա քաղաքական ուժի ներկայացուցիչները դուրս են գալիս այստեղ եւ մեզ հետ զրուցել։ Այո,
Պիտի լինի։ Այսինքն արդեն ավարտվել է իրեն։ Չի ավարտվել, ես պրոստո դուրս եկա ներկայացնել ինչ ֆորմատով է, ինչ ձևաչափով է այդ աշխատանքները իրականացվելու հանելով հետ ենք բերել։ Ես սպասենք մի քիչ, մինչև ավարտի, դրանից հետո դուրս գանք պատասխանենք։ Շնորհակալություն։